Բարի օր ձեզ սիրելիներս, սիրելի հայեր, քուրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունում եմ, սիրելիներս, այս Աստծո կամքով բացված նորը միշտ առիթ է ուրախանալ, սիրելիներս, ձեր ձեռքբերումներով, այո, ձեր ձախողումներով պետք է նաեւ ուրախանալ, որպեսզի նոր ձեռքբերումներ լինեն այդ ձախողումների շնորհիվ Եվ սիրելիներս, այս վերջին ժամանակներում այս Աստծո միտքն եմ փոխանցում ձեզ, որ դառը ժամանակներում սիրելիներս մարդկությունը դառնում է նյութապաշտ եւ այս նյութապաշտ դառնության մեջ ամենակարևորը սիրելիներս թողած հետևում են կենցաղային եւ իրենց օրվա մեծ մասը, որ պետք է հատկացնեն Աստծուն հոգով, մտքով եւ մարմնով սիրելիներս զբաղվում են այն, ինչը որ կարևոր չի, թե իրենց, թե բոլոր մարդկության եւ ընդհանրապես տիեզերքի համար։ Եվ սիրելիներս, այս երկու պատգամը, ովքեր չեն ճանաչում Աստծուն, ովքեր ի վերուս ծնված չեն եւ հավատքն է պակասում, սիրելիներս, եւ այս աշխարհի կանոնները, սիրելիներս, ասեմ, որ այս միտքը դες փոխանցում դրա ամենակարևոր մասը, որ դուք ուզում պետք է իմանաք, Աստված եռամեկ է, 3 անձնավորություն է որպես, մեկ Աստված է 3 տարբեր անձերով միաժամանակ, սիրելիներս, ոչ թե 3 Աստված, այլ մեկ Աստված 3 անձերի մեջ, սիրելիներս, Սուրբ Հոգին, որը գործում է ամենուրեք, ոչ թե ուժ սորական, այլ հենց Աստված է, սիրելիներս, Սուրբ Հոգին, որպես համարվում Հիսուս Քրիստոսի հետ եւ Արարիչ Աստծո հետ, որտեվ Հիսուս Քրիստոսը հենց Աստծո խոսքն է, սիրելիներս, ոնց որ եռանկյունին, սիրելիներս, ոնց որ արեգակը համեմատեք, ինչ է բաղադրություն արեգակի, եռանկյունի եւ ջրի, սիրելիներս։ Այդպես էլ նաեւ Աստված է եռամեկ։ Եվ սիրելիներս, բացի դրանից դուք այդ ճանաչողությամբ նաև դուք ամենակարևորն իմացեք, եթե դուք սուրբ պահեք ձեզ, դուք Աստծո հետ միշտ կլինեք, այս աշխարհի կայտակությունից հեռու եւ սիրելիներս, չարով եթե պատասխանեք, ոչ մի բան չեք շահի։ Հավիտենական կյանքից հեռու կլինեք, սիրելիներ։ Դրա համար միշտ չարը բարով պատասխանեք եւ կտենաք, որ արդյունք